Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումն է։ Հայկական հարց երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Խոսափողի մոտ Մարիամ Հովսեփյանն է։ Այս հաղորդաժամին կլսեք Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորները, մաս 2։ Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորները իրենց գործունեության ընթացքում բարձրացնում էին ազգային ու համապետական նշանակության հարցեր։ Նրանք առաջնահերթ կերպով փորձում էին ըստ կարելույն նպաստել արևմտահայությանը մտահոգող, մասնավորապես հողային հարցի լուծմանը, համագործակցելով նաև Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի և հայկական այլ պատկան կառույցների հետ։ Զորակոչի, կանանց իրավահավասարության ու մի շարք կենսական խնդիրներ մշտապես նրանց ուշադրության կենտրոնում էին։ Հայ պատգամավորներն աչքի էին ընկնում իրենց բանիմացությամբ, համարձակությամբ, ակտիվ աշխատանքով, ոչ միայն պետական մտածողությամբ, այլև հայությանը հուզող հիմնահարցերով զբաղվելու միակամությամբ։ Թեմային է անդրադառնում Երևանի Հայբուսակ համալսարանի դասախոս պատմաբան Նարեկ Մարտիրոսյանը։ 1908-10 թվականներին հայ պատգամավորները ճիշտ է զսպվածություն էին ցուցաբերում, բայց իրականում նրանք սպասում էին, երբ է հողային հարցի հանձնաժողովը ավարտելու իր աշխատանքները։ Ձևավորվել էր պատրիարքարանի հրահանգով հանձնաժողով Պեզազյանի, Հալաջյանի եւ այլ մարդկանց ներգրավվածությամբ, նույնիսկ Օսմանյան խորհրդարանի 2 հայ պատգամավոր Գեղամ Տեր-Կարապետյանը Մուշից եւ Սեբաստիայից Նազարեթ Տաղավարյանը այդ հանձնաժողովի մեջ էին եւ մոտ 6 ամիս ուսումնասիրեցին հարցը խորությամբ եւ arczepiskopos Դուրյանին ներկայացրեցին պատրիարքին այդ տեղեկագիրը հողային գրավումների, որտեղ 16 կետով ներկայացված էին բոլոր տեսակի հողերը, որոնք հայերից խլվել էին եւ պետք է վերադարձվեին։ Հետևյալ կարգավիճակի հողեր կային։ Մեկը մահլուլ կոչվող հողն էր, որը պետության կողմից ճանաչվում էր անտեր։ Երկրորդը թափուն էր, այսինքն սեփականության իրավունքով, եթե կա սեփականության վկայական, դրա մասին էր խոսքը, եւ կային նաեւ քերաղով, որոնք դատական ակտով էին որոշվել թե ումն էր։ Դրանից բացի կային նաև եկեղեցապատկան, վանքապատկան հողեր, վակֆները։ Ինչ վերաբերում էր մահլուլին, այդ այսպես կոչված անտեր մնացած հողերին, սրանք հետևանք էին նախ հողային հարցի բուն էության։ Հողային հարցը Համիդյան վարչակարգի շրջանում 1894-96 թվականների հայերի ցեղասպանության արդյունք էր եւ հետագայում շարունակված հայերի նկատմամբ հետապնդումների, այսինքն ցեղասպանությունից հետո այնպես չի, որ հետապնդումներ չեն եղել։ 300,000 հայեր ցեղասպանության ենթարկվեցին, մոտ այդքան էլ արտագաղթեցին Ռուսաստան, Եվրոպա եւ նույնիսկ Միացյալ Նահանգներ։ Սակայն երիտուրքական հեղաշրջումից հետո շատերը վերադարձան։ Տարբեր թվեր կան սրա հետ կապված, թե որքան հայեր են վերադարձել։ Օրինակ Պրոթերոյի մոտ Հայաստան եւ Քուրդիստան աշխատությունում նա ներկայացնում է, որ 40,000 հայեր են վերադարձել միայն 1908-ից 9 թվականներին։ Դժվար է իմանալ այս պահին որքանով է ճշգրիտ նրա տեղեկությունը, բայց նույնիսկ այս թիվը բավական մեծ է եւ հողային հարցը առաջացավ, երբ հայերը վերադարձան ու տեսան, որ իրենց հողերն ու տները գրավված են։ Հիմնականում գրավված էին լինում թուրք եւ քուրդ պաշտոնյաների կամ ցեղապետերի կողմից, որոնց էշրաֆ էին այն ժամանակ անվանում։ Եվ շատ դեպքերում նրանք արդեն վկայական էին ունենում այդ գույքի։ Ես ուզում նշել, որ հայ պատգամավորները ներկայացրել են Օսմանյան խորհրդան ոչ միայն հայ, այլ նաև քուրդ եւ թուրք աշխատավոր գյուղացիության շահերը, որոնցից ի դեպ եւս եղել էին գրավումների դեպքեր, հենց նույն իրենց ցեղապետերի ձեռքով։ Խորհրդարանում հայտնվել էին ոչ միայն հոյդա պատգամավորներ, կային նաև իթիհատական հայեր եւ մեկ վերակազմյալ հնչակյան մեծն մուրադներ եւ կային անկուսակցականներ։
Այսինքն հայ պատգամավորները նույնիսկ այդ 12, որ ունենք, տարբեր կուսակցությունների էին պատկանում, բայց երբ հարցը վերաբերում էր արմատայության խնդիրներին, նրանք միակամ էին։ Նրանք դառնում էին մեկ խումբ, մեկ մարդու պես պայքարում էին եւ շատ դեպքերում անհավասար պայքարի մեջ են մտել եւ ասեմ, որ որոշ դեպքերում նույնիսկ հաջողություններ գրանցել են։ Օրինակ զորակոչի հարցը հաջողություն էր սկզբում, դա դիտարկվում, որ հայերին գոնե ազատեցին այդ Բեդելա ասքերը կոչված զորակոչի турքից։ Եվ հայերը արդեն զորակոչվում էին բանակ, սա նաեւ նրանց համար հոգեբանական կարեւորություն ուներ, որ հայերը եւ հույները հիմնականում ասում էին, որ եթե հեղափոխություն է եղել, սահմանադրություն է, ուրեմն մենք էլ կարող ենք զինվոր լինել։ Եթե ամեն ինչում հավասար ենք, ինչու այդտեղ հավասար չենք։ Եվ հասան նրան, որ զորակոչ տեղի ունեցավ։ Այլ բան է, որ հետագայում թուրքերը 1912 թվականին փոփոխություններ մտցրեցին նորից այդ զորակոչի մասին օրենքում, զինակոչիկների թիվը մեծացրին եւ հասցրեցին ինչով 48-ին, որ կարող են զորակոչել բանակ։ Բանակ են զորակոչվում շատ դեպքերում մարդիկ, ովքեր արդեն հարկը վճարել էին բանակի։ Այդ մարդուն մի հատ էլ տանում էին բանակ ծառայության 5-6 տարով։ Եվ հետագայում թե ինչ տեղի ունեցավ, բոլորիս է հայտնի 1915 թվականի փետրվարին 60,000 հայերը, որ զորակոչվել էին Օսմանյան բանակ, նրանց ճակատագիրը բոլորիս է հայտնի։ Թե ինչպես զինաթափ արեցին, տեղափոխեցին բանվորական գումարտակներ, հերյուրանքներ հնչեցրին, թե իբր դասալքություն են անում, թեև իրականում այսօրվա փաստերը ցույց են տալիս, որ Օսմանյան բանակում ամենակիչ դասալիքներ եղել են հայերի մեջ։ Եվ բոլորին կոտորեցին, հիմնականում իրենց թուրք հրամանատարների հրամանով էր իրականացվում լավագույն զինվորներին։ Իդեպ ասեմ, որ օրինակ Բալկանյան պատերազմի ժամանակ բոլոր թուրք զինվորները, որ վերադառնում էին ճակատից, զորացրվածները կամ վիրավորները, բոլորը միաբերան նշում էին այդ ժամանակ մամուլում, որ հարցազրույցներ էին տալիս, ասում էին, որ հայերը լավագույն հրետանավորներն են եղել։ Բացի այդ, մեկ այլ հարցում, որ հայերը լուրջ հաջողություն գրանցեցին, դա օսմանցի կանանց իրավունքների հարցն էր։ Այստեղ պետք է ֆիքսենք հայ կանանց եւ աղջիկների հարցը հաշվի առնելով առևանգումների խնդիրը, որ կար դեռևս 19-րդ դարի վերջերին, նույնիսկ մեր հայդուկային շարժումը կապված էր Գյուլիզարի առևանգման հետ, որը հայ պատգամավոր Գեղամտեր Կարապետյանի կինը դարձավ։ Եվ հասկանում եք արդեն, թե հայ պատգամավորները ինչ վերաբերմունք ունեին, անզիջում պայքար մղեցին եւ անհավասար, եւ ասեմ, որ հաղթանակ տարան։ Այստեղ պետք է նաեւ նշենք Զոհրաբի անունը, ով օգտագործելով իր իրավաբանական գիտելիքները եւ ռետորական իր ձիրքը կարողացավ Օսմանյան բազմազգ եւ բազմակրոն խորհրդարանին ընդունել տալ այս նոր օրենքը, փոփոխություն մտցվեց։ Գլխավոր հաղթանակը այն էր, որ նախ քերականացվեց, այսինքն անկախ նրանից, թե ինչ իրավական գործընթացներ կհաջորդի, այսինքն այսպես էր թուրքերը եւ քրդերը հայ կանանց եւ աղջիկներին առևանգելուց հետո պահպանում էին Նիկեայի ծիսակարգը, որը կանանց եւ ամուսնություն էին վերաբերող բաժինն է Ղուրանում եւ իբրև թե ներկայացնում էին նրանց, որ որբ է կամ անպաշտպան կարգավիճակի եւ մի բան էլ ինքը բարեգտություն է անում, որ վերել է իր հարեմ, այսպես էին ներկայացնում եւ Զոհրաբի պահանջով մտցվեց նոր հոդված, որով անկախ նրանից պահպանվեր Նիկեայի ծիսակարգը, որևէ մոլա, թեկուզ անձամբ իմամը նրանց կամուսնացներ, դա ոչինչ չէր փոխում, այդ մարդը ենթարկվելու էր պատասխանատվության եւ կրելու էր պատիժ համապատասխան տարիների չափով։ Հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Կանանց իրավունքների հետ կապված եւս մի հաղթանակ էր այն, որ չափազանց անարդար էր ամուսնաընտանեկան օրենքը, ըստ որի, եթե օրինակ տղամարդն էր ամուսնական անհավատարմության մեջ բացահայտվում, ընդամենը 1-ից 3 տարի ազատազրկում էր հասնում նրան, 3 տարին, եթե բռնությամբ էր զուգորդվել, 1 տարի, եթե առանց բռնության։ Իսկ կանոչ դեպքում բոլոր դեպքերում մահապատիժ էր։ Սա Զոհրաբի խոսքերով ասենք միջնադարյան օրենք էր, նորագույն ժամանակներում արդեն անընդունելի աշխարհի համար եւ պետք էր փոխել։ Իհարկե, այստեղ խստացվեց տղամարդկանց պատիժը,
խորհրդարանը ընդունեց այդ առաջարկը, բայց մահապատիժը դեռ չհանեց։ Այսինքն որոշակի հաջողություն եղավ։ Հաջողությունների շարքից կարող ենք արձանագրել նաև օրինակ սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք օրինագծերի ընդունում կամ օրենքների փոփոխություններ, շատ դեպքերում օրինակ գողության հետ կապված հարցեր են լինում, ընդունվեց օրենք, որ գողոնը ձեռք բերող է, թե բռնվում է վաճառելու պահին, պատասխանատվության պետք է ենթարկվի։ Տարածված էր հայերից անասուններ էին գողանում, շատ։ Գողանում էին, տանում էին, վաճառում էին մեկ ուրիշի վրա գողոնը, հետո նա էր վաճառում, արդեն օրինականացված էր կեսից լինում։ Նաև նշենք, որ Էրզրումի հայ պատգամավոր Վարդգեսը մշտապես առաջ էր քաշում պրոգրեսիվ հարկերի գանձման համակարգին անցնելու գաղափարը եւ մշտապես մերժվում էր երիտթուրքերի եւ հատկապես նրանց աջակցող վերնախավի կողմից Վարդգեսի այս պրոգրեսիվ համակարգը առաջարկած, եթե անցներ, սա ապահովելու էր գյուղացիության սոցիալական վիճակը, ինչը բնականաբար նրանց շահերին հակասում էր։ Նշեմ նաև հատկապես 1909 թվականի դեպքերին, խոսքս վերաբերում է 1909 թվականի ապրիլին Կիլիկիա հայերի կոտորածին, որին ավելի քան 40,000 հայեր զոհ գնացին, միայն 21,000 Ադանայում բավականին մեծ թիվ է։ Եվ ուզում եմ նշել, որ հայ պատգամավորները անհավասար մարտի մեջ մտան խորհրդարանում եւ որոշակի հաջողություններ գրանցեցին։ Առաջինը այն էր, որ մայրաքաղաքից իրենց պահանջով ուղարկվեց զորքը, որպեսզի կասեցներ, թե երկրորդ փուլը հենց այդ զորքը իրականացրեց։ Բայց մեր պատգամավորները այդ բանին հավատում էին, նոր էր եղել հեղափոխություն, որ հեղափոխական բանակը կպաշտպանի այն ժողովրդին, ով որ արել է այդ հեղափոխությունը։ Մինչդեռ հակառակը տեղի ունեցավ։ Եվ նրանց պահանջով իհարկե կազմվեց խորհրդարանական հանձնախումբը։ Այդ հանձնաժողովը գլխավորեց հայ պատգամավոր Հակոբ Պապիկյանը, մասնագիտությամբ իրավաբան, Իզմիթից էր ընտրվել եւ այս մարդը ի զարմանս իր երիտթուրք գործընկերների ամբողջությամբ բացահայտեց Կիլիկիայի ցեղասպանական գործողությունների իրական պատկերը եւ չխնայեց նույնիսկ իր գործընկերներին մեղադրեց այնտեղ, որ նրանք մասնակից են եւ կազմակերպիչ են այս գործում, ինչի համար հատուցեց իր կյանքով այս պատգամավորը անհայտ հանգամանքներում սպանվեց եւ անհետացավ այդ զեկուցագիրը իր տանից, բայց արդեն 13-րդ թերթի տվել էր հարցազրույց, որտեղ ամբողջությամբ կարելի ասել ներկայացրել էր իր զեկուցագրի բովանդակությունը Պապիկյանը, որը հետագայում տպագրվեց ամբողջ ընթացքում Պապիկյանի գործողություններից բացի այն, որ բացահայտեց նրանց գործողությունները, ցեղասպանությունը, որ երիտթուրքերն են մեջը մեղսակից, նաև կարևոր է այն, որ նա դադարեցնել տվեց ռազմադաշտային դատարանի գործողությունները, որովհետև նրանք անարդար գործողություններ էին իրականացնում, գնացել էին իբր խաղաղություն հաստատելու, բացահայտելու գործը, բայց բոլոր մեղավոր թուրքերին եւ մամեդական այդ մոլեռանդ զանգվածին, որոնք որ ընկել էին ինչ-որ ուժերի քարոզչության ազդեցության տակ, այդ մարդկանց բոլորին ազատ էին արձակում եւ ամեղ հայերին էին դատարաններ քարշ տալիս։ Եվ Պապիկյանը զեկույց ուղարկեց վարչապետին, որտեղ խնդրեց դադարեցնել ռազմադաշտային դատարանի գործողությունները մինչև ինքը չավարտի իր հետաքննությունը։ Պետք է նշեմ, որ այստեղ հայ պատգամավորները միահամուռ հանդես եկան եւ հաջողությունները բացահայտման եւ դադարեցման նաեւ հայ պատգամավորների գործունեության արդյունք էր, շատ տվյալների էին տիրապետում հայ պատգամավորները։ Հունիսին, երբ որ նույնիսկ արդեն Պապիկյանի զեկույցի բովանդակությունը քիչ թե շատ հայտնի էր մարդկանց, մի շարք երիտթուրք պատգամավորներ նույնիսկ այդ պայն էին հերքում փաստը։ Օրինակ հայտնի Պապանզադե Իսմայիլ Հագբեյը, որ երիտթուրքերի կարելի ասել ճակերտավոր ծանր հրետանին էր, երբ որ պետք էր ազգային կամ կրոնական փոքրամասնություններին ճնշել, նրանց լռեցնել, միշտ նրան էին հրավիրում բեմ։ Կիլիկիայում այդպիսի դեպքեր չեղած, իսկ այդ թիվը Պապիկյանի երևակայության արդյունքն է։ Եվ Կիլիկիայի հայերի օգնության հետ կապված ինչ աջակցություն եղավ պետության կողմից, ասեմ, որ Օսմանյան խորհրդարանում անդադ բարձրացրել են հայ պատգամավորները Կիլիկիա հայերին աջակցություն տրամադրելու հարցը եւ միշտ ընդունվել չի եղել դեպք, որ մերժվի։ Այսինքն ընդհանուր կարող ենք վերցնել, որ 1908-15 թվականներին մինչև մեր պատգամավորների եւ հայության ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եւ ինչու ոչ նաեւ դրանց զոհ գնացին նրանց ընտրյալ պատգամավորների մի մասը։
նույն ճակատագրին արժանացան ինչ-որ իրենց ժողովուրդը։ Եվ 7 տարիների ընթացքում պետք է նշենք, որ հայ պատգամավորները աչքի ընկան ոչ միայն իրենց բարձր գիտելիքներով, առաջադեմ գաղափարներով, այլ նաև իրենց միասնությամբ եւ իրենց ժողովրդին նվիրվածությամբ։ Եվ չմոռանանք շեշտել նաև, որ այս պատգամավորները աչքի են ընկնում նաև համակայսերական հարցերում իրենց ակտիվությամբ եւ ոչ պակաս նվիրված էին Օսմանյան կայսրության համապետական հարցերի արդարացի լուծմանը։ Այնպես չի, որ միայն իրենց ազգին են արել, ինչպես ներկայացնում է խորհրդանի նախագահ Ահմեդ Ռիզա բեյը, թե իբր հայերը միայն իրենց հարցն էին բարձրացնում, ուզում էին իրենց հարցը լուծվեր, ինչը իրենից ենթադրում հայկական հարցը ենթագրվում այդպես է ասում։ Իրականում այդպես չէ, տեսնում ենք 7 տարվա ուսումնասիրությունից այս խորհրդանի, որ հայ պատգամավորները շատ ակտիվ են եղել նաև համապետական հարցերում եւ բարձրացրել են բոլոր օսմանցի ժողովուրդների, կրոնական եւ էթնիկ բոլոր հանրույթների շահերը։ Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորները թեմային անդրադարձավ Երևանի հայ բուսակ համալսարանի դասախոս պատմաբան Նարեկ Մարտիրոսյանը։ Ավարտվեց հայկական հարց հաղորդման հերթական թողարկումը։ Այն պատրաստել էր Մարիամ Հովսեփյանը։ Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումներ, հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։